Մեկնարկել է ՄԱԶԾ համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման ծրագրի 3-րդ փուլը։ Մինչ նոր գործողություններին անցնելը Երևանում համախմբել են ծրագրում ընդգրկված եւ նոր միացող համայնքների ղեկավարներին ներկայացնելու նախորդ փուլի արդյունքներն ու կիրառված մեթոդաբանությունը։ Մենք աշխատել ենք Կապան, Արենի, Գյումրի համայնքների եւ Չարենցավան, Աշտարակ եւ Ալավերդի համայնքների հետ մի քիչ այլ ֆորմատով եւ հիմա այդ փորձառությունը կիսվելով նոր միացող համայնքների հետ հնարավորություն կտանք նաեւ մյուս համայնքներին ներգրավել ծրագրերի մեջ։ Նոր փուլում ընտրված են Գորիս, Նոյեմբերյան եւ Ապարան համայնքները, որոնց հետ արդեն աշխատանքը մեկնարկել է։ Ծրագրի թիրախում համայնքների ղեկավարներն ու միջին օղակի մասնագետներն են, որոնք ամեն օր բարդ որոշումներ են կայացնում։ Հաճախ նրանք չունեն բավարար գործիքներ եւ հմտություններ խնդիրները համակարգված ու արդյունավետ լուծելու համար, ինչն իր ազդեցությունն է թողնում համայնքի զարգացման վրա։ Ծրագիրը ներառում է նաեւ դրամաշնորհային աջակցություն, որը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ կիրառված մեթոդաբանությամբ ստացված վերլուծությունները հաստատում են դրա նպատակահարմարությունը։ Մեթոդաբանությունը իրականացվում է համայնքային ունկնդրման միջոցով, այսինքն դա մեր իմացած հանրային լսումը չի, օրենքով սահմանված կարգով, այլ դա մի քիչ ավելի խորը ունկնդրման մեթոդաբանություն է, որ համայնքապետարանի անձնակազմին հնարավորություն է տալիս գնալ ավելի խորը համայնքի մեջ եւ լսել են մարդկանց ձայնը, ում համար որ այդ որոշումները պետք է կայացվեն։ Այսինքն այդ պարագայում է միայն, որ այդ կայացրած որոշումը եւ այդ որոշման արդյունքում ստեղծված լուծումը կհասցեագրի իրականում եղած խնդիրը։ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի համոզմամբ նախորդ փուլերի փորձը եւ ձեռքբերումները ամուր հիմք են ստեղծել, որպեսզի 3-րդ փուլը դառնա համայնքների կայուն զարգացման նոր խթան։ Ծրագիրն առանձնանում է այնպիսի մոտեցումներով, որոնք համայնքներին ուղղորդում են դեպի փոխակերպում, օգնելով վերաիմաստավորելու իրենց դերը կայունություն ձևավորելու եւ զարգացմանը նպաստելու գործում, ապահովելով նաեւ քաղաքացիների կյանքի որակի տեսանելի փոփոխություն։ Քանի որ Կապանը արդյունաբերական քաղաք է, 2022-ին դիմել է պորտֆելային վերափոխման ծրագրին, իրականացրել սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ծրագրեր եւ դիվերսիֆիկացրել համայնքի տնտեսությունը։ Պորտֆելային մոտեցումը մեզ հնարավորություն տվեց շատ ճկուն լինել այդ ծրագրերի իրականացման փուլում եւ հնարավորինս արագ հասնել մեր նպատակին եւ արդյունքում մենք կարողացանք աջակցել տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը տարբեր ձևաչափերով։ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրին կարող են մասնակցել բոլոր համայնքները։ Նախաձեռնությունը շարունակվելու է մինչև 2028 թվականը։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիայր Հաբետյան, լուրեր։